Հիմա ըստ ձեզ կա գործընթաց սահմանազատման հետ կապված, թե ոչ։ Նախ եւ առաջ երկու երկրների սահմանազատման, սահմանագծման եւ անվտանգության ապահովման հանձնաժողովների այն կանոնակարգը, որը որ ձևավորվել է, մենք դրան դեմ էինք եւ մենք այնտեղ լուրջ բացեր տեսանք, որ չկա որևիցե մի քարտեզ եւ նաեւ հատվածական սահմանազատում, սահմանագծում իրականացումը դա թույլ է տալու հակառակորդին այնտեղ որտեղ որ ինքը հիմա ուժի տեսանկյունից է խոսում հայկական կողմի հետ, որտեղ որ ինքը ցանկանում է այնտեղ էլ հենց անցկացնի սահմանազատում եւ սահմանագծում։ Հիմա խոսակցությունները գնում են դրա մասին, բայց դեռևս նաեւ կա խոսք, որ հանձնաժողովները հանդիպում են, բայց դեռևս լուրջ քայլեր մենք չենք տեսնում, բայց միայն խոսքը, երբ որ գնում է նրա մասին, որ Տաուշի մարզում են ցանկանում իրականացնել, շարունակել սահմանազատումը, սա միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։ Հանրային քիչ առաջ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր տալիս եւ գրեթե այսպես ընդհանրական եթե խոսենք, տպավորություն ստացվեց, որ Ռուսաստանը չի ուզում Հայաստանի այսպես ինքնիշխանությունը ամեն ինչ անում են, որպեսզի այդ հետխորհրդային շրջանը վերականգնվի եւ ասաց, որ Հայաստանի երկրորդ նախագահը, Հայաստան դաշինքի ղեկավարը Ռուսաստանի իր ձևակերպումն է, շպիոնն է, որովհետեւ նրա հայտարարությունները ամբողջությամբ այսպես տեղավորվում են Ռուսաստանի, չգիտեմ, քաղաքականության համատեքստում։ Ինչ կարող եք ասել այս մասին։ Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոն հանդիսանում եւ այս իշխանությունն է հանդիսանում շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ որ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում հենց սա է ինքնիշխանության կորուստը։ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի այսպես նորորյա պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախությունն է եւ ինքնիշխանության հետզհետե ամրապնդումն է եւ եկեք համեմատություններ կատարենք, թե ում ղեկավարության ժամանակ է Հայաստանը ավելի ինքնիշխան եղել, ավելի բալանսավորված, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել, ոչ հիմա իհարկե, որովհետև նախկինում արտաքին քաղաքականությունը եւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները, որոնց հիմքում ընդգրկված են եղել եւ քաղաքական, եւ աշխարհագրական, եւ նաեւ անվտանգային բավականին լուրջ բաղադրիչներ, թույլ է տվել, որպեսզի Հայաստանն ու Արցախը ինտեգրված այսպես համակարգում փորձեն զարգանալ։ Այսօր Արցախի հանրապետությունը չկա, կարելի է ասել, որովհետև հայ ժողովուրդը Արցախի հանրապետության բռնագաղթեցվել է եւ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել, իսկ այս ամենօրյա այսպես խոսակցությունը, կեղծ խաղաղության օրակարգով առաջնորդվելը, ամեն ինչի գնալը, զիջումների գնալը, որպեսզի այդ թղթի մեկ կտորը ստանան խաղաղության օրակարգի անվան տակ իրենց իշխանությունը պահելու համար, հենց սա է ինքնիշխանության կորուստ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության նման պետությունները, որոնք որ շրջապատված են այսպիսի եւ հարևան իհարկե, ես նկատի ունեմ եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եւ Վրաստանը, եւ Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական գործընկերներ եւ այլ նաեւ ուժային կենտրոններ, մեր նման պետությունները առանձին չեն կարող իրականացնել իրենց կայուն, անվտանգ զարգացման խնդիրները, մեր նման պետությունները պետք է ունենան եւ երկկողմ հարաբերություններ, դրա շրջանակներում միացյալ զորախմբի համատեղ պլանավորումը, իրականացումը եւ նաեւ բազմակողմ հարաբերությունները, այն անվտանգային համակարգը, որը որ գոյություն ունի բազմակողմ շրջանակներում, դա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է։ Հիմա դուք կասեք, իրենք իրենց արժեվ դրված ժամանակին չեն իրականացրել, երկկողմ հարաբերություններում միշտ էլ
բավականին, ասենք, խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրներից պետք է ոչ թե խուսափել, այդ խնդիրները պետք է լուծել, իսկ այդ խնդիրները խռովելով չեն լուծում, այդ խնդիրները գնում են, բանակցում են, լուրջ քաղաքական, այսպես, գործոնների օգտագործմամբ գնում են այդպիսի քաղաքական հարաբերությունների, որպեսզի կարողանան եւ նաեւ բազմակողմ շրջանակներում։ Այսօր Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կանգնեցրել են դեմ առ դեմ ադրբեջանա-թուրքական այսպես տանդեմի այսպես հետ հարաբերություններում նրանց ներկայացման ճնշման տակ։ Ես մեկ անգամ իմ խոսքի մեջ արտահայտվել եմ հետևյալը, որ այսօր մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ մի դատավարության մեջ, որտեղ որ մեղադրողը ինքը պետք է մեղադրյալ լինի, ես նկատի ունեմ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանն է այդ հանցագործությունները իրականացրել եւ Արցախի նկատմամբ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մեղադրյալի աթոռում առանց պաշտպանի, իսկ առանց պաշտպանի երկու այդպիսի այսպես ռազմավարական գործընկերություն ունեցող պետությունների հետ չափազանց դժվար է իրականացնել քո արտաքին քաղաքականությունը, իհարկե նաև ներքին քաղաքականությունը։ Պարոն Օհանյան, դուք համաձայն եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ հայերը հայկական կողմը, հայկական իշխանությունն է հրահրել Ադրբեջանի հետ պատերազմ։ Ռոբերտ Քոչարյանի խոսքը կարող եմ ասել մի քիչ աղավաղված է։ Չէ, իներողություն ես սա վերցրել եմ Ռոբերտ Քոչարյան.am կայքից տեքստը։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է ասել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններն են նաև բերել նրան, որ Ադրբեջանը տեսել է, որ Հայաստան ասում է հայերը։ Ինչու հայերը։ Հայաստանի իշխանությունները։ Հետո նա ավելացրեց, թույլ տվեք ես պատասխանեմ։ Դուք երևի ճիշտ չեք ընդունում, Հայաստանի Հանրապետության իշխանություններն են կատարել այնպիսի գործողություններ, իրենց արտահայտություններով եւ նաեւ գործնական քայլերով, որ բերել են նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանալով, որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, ոչ ադեկվատ կառավարում են իրականացնում եւ նաեւ ոչ ադեկվատ արտաքին քաղաքականություն են իրականացնում, հատկապես այն բանակցային գործընթացի շրջանակներում, որը որ վերաբերում էր Արցախի Հանրապետությանը եւ դրանից օգտվելով նաեւ սադրանք եւ պատերազմ են հրահրել Արցախի Հանրապետության նաեւ Հայաստանի հետ։ Իսկ այդ գործողությունները հետեւյալն են. ընդհանուր առմամբ տապալել այն ամբողջ բանակցային գործընթացը, այն ամբողջ բանակցային ներուժը, որ այս 30 տարիների ընթացքում ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ համանախագահ երկրների կողմից համատեղ աշխատանքի ջանքերով։ Նրա խոսքը, որ ես սկսում եմ իմ անձնական կետից, ոչ թե նախկին իշխանությունների հասած այն բնագծից, այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի ցանկացել պաշտոնի ստանձնելուց հետո, այսպես պարզ ասած, ներողություն, պաշտոնը ընդունելուց հետո ինքը նույնիսկ չի ցանկացել ծանոթանալ այն ամբողջ ներուժին, որ ձեռք են բերել, ինքը ծալել եւ իր աթոռի տակ է դրել 2019 թվականի այն առաջարկությունները, որոնք որ մենք անվանում ենք այսպես Լավրովյան փաստաթուղթ, բացի դրանից նաեւ սահմանային այն հրահրումը, տաուշյան գործողությունները, որոնք որ բերել են վերջնական այն տեսակետի Ադրբեջանի ղեկավարության մոտ, որ իրենք կարող են այդ հարցը լուծել պատերազմի միջոցով։ Ավելացնեմ նաև նա, որ պատերազմի ժամանակ էլ ոչինչ չեն արել, այսինքն ամբողջությամբ չեն իրականացնել մեր այն գործառույթները, որ պետությունը անհրաժեշտ է կատարի խաղաղից պատերազմի անցնելու ժամանակահատվածում։ Իսկ ես ասում եմ հետևյալը եւ կարող եմ նաեւ փաստել, որ
հայ ժողովուրդը, Արցախի հանրապետությունը, Հայաստանի հանրապետությունը ի վիճակի են եղել հակառակորդին գոնե լեռնանատարային պայմաններում այսպես կանգնեցնելու։ Իսկ այդ խնդիրը, այդ հրահրման խնդիրը իրականացրել են Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։